Բարի օր, հանրային ռադիոյի եթերում կրկին հանրամեդիայի հերթական թողարկումն է, ով հասցրել եմ մոռանալ, ես Լևոն Սարդարյանն եմ, եւ այսօր իմ զրուցակիցներն են, ինչպես անցած անգամ, այս անգամ եւս փորձելու ենք խոսել պատգամավորների հետ, բայց Հասմիկ Հակոբյանը ազգային ժողովի պատգամավոր է, Անի Խաչատրյանը իմ շատ սիրելի չնայած Հասմիկին եմ շատ սիրում, բայց Անի Խաչատրյանը Երևանում ավագանում անդամ է եւ այսօր մենք էլի ինչպես ամեն շաբաթ օր փորձելու ենք խոսել մեդիայի խնդիրներից, փորձենք հասկանալ դրանք կան, չկան եւ եթե կան, ինչպես կարելի է դրանք լուծել։ Բարև ձեզ տիկնայք։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ հրավերն ընդունելու համար։ Հիմա տեսեք, ես ինչպես ասացի, արդեն ամեն շաբաթ օր մենք այստեղ հավաքվում ենք լրագրողներով, այդ թվում նաեւ փորձագետների հետ եւ այլն, փորձում ենք վերհանել այն խնդիրները, որ ունի մեդիա դաշտը, իսկ մեդիա դաշտը իմ խորին համոզմամբ խորապես հիվանդ է եւ բայց ավելի ճիշտ դրա համար մեղադրել միայն ու բացառապես լրագրողներին ես արդար չեմ համարում, որովհետև լրագրողները ես քանից եմ դա ասել, լրագրողները լուսնից չեն իջել, հա, իրենք ես հասարակության մասն են, իրենք ես հասարակությունն են ներկայացնում ինչ-որ չափով իր բոլոր առավելություններով եւ արատներով։ Բայց խնդիրը պետք է լուծել, ինչպես ըստ ձեզ դա կարելի անել։ Գիտեք, այստեղ մենք ունենք շատ լավ լրագրողներ Հայաստանի Հանրապետությունում եւ ունենք չլրագրողներ, որոնք լրագրության հետ կապ չունեն, բայց թեկուզ այն ամենալավագույն լրագրողները, որոնք կոնկրետ տեղերում են աշխատում, մեդիաներում, այդտեղ իրանք դառնում են հավասար այն ոչ լրագրողներին, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կա մի հատ շատ արատավոր տարիներ առաջվանից ձևավորված խնդիր, դա քաղաքականացված մեդիաներն են, բոլորը ինչ որ մեկի սեփականությունն են, բոլորը ինչ որ մեկի քաղաքական ուղղվածության ծառայողն են, բոլորը ինչ որ կոնկրետ տեղերից ֆինանսավորում են ստանում եւ այ հենց այստեղից է գալիս խնդիրը, թե լրագրողների աշխատանքի, որ իրենք կուզեին աշխատել ճիշտ իսկական լրագրող որպես, բայց իրենք ստիպված են աշխատել նենց, ոնց ստանում են հրահանգը, նենց, ոնց իրենց աշխատանքի վայրը թելադրում է պայմաններ։ Եվ այ ամբողջ խնդիրը հենց այստեղից է։ Մենք հիմա ապրում ենք հիբրիդային պատերազմի մեծ շրջանում ու գնալով ամեն ինչ ավելի է վատանալու, գնալով ամեն ինչ ավելի է խորանալու, որովհետև մենք սկսում ենք նախընտրական փուլ։ Ինչքան գնա դեպի նախընտրական փուլ, ավելի վատանալու են։ Լրագրողներն էլ եւ քանի որ հանրային ամեն ինչը դարել է ինտերնետային լայքի մակարդակով դիտում հավաքելու ֆինանսավորման, հա, նաև աղբյուր որպես, դրա համար լրագրողները թողնում են մի կողմ նաև իրենց լրագրողական կրթությունը, պարտականությունները, ձևը ճիշտ աշխատելու եւ փորձում են սկանդալային ինչ-որ բաներ ստանալ, լայք հավաքելու, վերնագրեր դնելու ու ամեն ինչ էլի եմ ասում գալիս է նրանից, որ լրատվական դաշտը ամբողջովին բաժանված է ինչ-որ մարդկանց սեփականություններով։ Ճիշտ է, ասեցիք դաշտը հիվանդ է, բայց կարծում եմ մահացու հիվանդ չէ եւ բուժել հնարավոր է։ Եվ այս հույսը արթնանում է, երբ որ դաշտում տեսնում ենք անաչառ լրագրողներ առանձին դեպքերում կամ որոշակի անաչառ քաղաքականություն վարող լրատվամիջոցներ, որովհետեւ ինչու որոշակի, որովհետեւ շատ սևեռված է լրատվական դաշտը։ Այսինքն մեծ հաշվով լրատվական գործունեություն վարելը, ունենալը նման բիզնես շահավետ չէ։ Ես դա լսում եմ նաև լրատվամիջոցներից եւ մնում է միայն անհատական, այսպես ֆինանսավորման պահվող լրատվամիջոցները, որոնք բնականաբար ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Եվ հիմնականում ծառայում է լրատվամիջոցները մեծապես տարբեր կուսակցական շահեր կամ անհատների շահեր պաշտպանելու համար։ Մենք գիտենք, որ Հայաստանում կար ոմն, ուրեմն փեսա, որը մեդիա մագնատ էր, այսինքն լրատվամիջոցների մեծ մասը կենտրոնացած էր իր ձեռքի տակ, դեռ այն ժամանակ իշխանություն էին։ Բնականաբար ընդդիմություն դառնալուց հետո որոշակի լրատվամիջոցները, հա, ձեռք չտվեց, փակեցին, թուլացրեցին, բայց նախընտրական շրջանում բնականաբար դերը կարևորվում է մեդիայի եւ սկսում են նորից ակտիվացնել։ Հիմա այս սրացումները եւ բևեռացումները մենք հիմա ենք շատ տեսնում, տեսել ենք, երբ որ ակտիվ ընդդիմադիր շարժումներ են գեներացվել մի փուլում
եւ վերջ ընտրությունից հետո էլի մարելու են եւ փակվելու են որոշ լրատվամիջոցներ եւ այլն։ Ինչու եմ ասում, որ հույս կա, որովհետեւ հիմա շատ դժվար է տարբերակել ով է լրագրողը, որովհետեւ այսօր ով ունի հեռախոս, ինքը մուտք ունի դեպի այդ լրատվական աշխարհ, ինքը կարող է լայվ մտնել, օրինակ, իր YouTube-յան էջով, իր Facebook-յան էջով եւ դառնա մեդիա եւ իր շուրջ հավաքի լայն լսարան ու կարծիք թելադրող դառնա։ Եվ որոշ մարդիկ, բայց մի հատ միտքս ավարտեմ։ Եթե մարդ կուսակցություններ կան, ինչ մարդ լրագրողներ չլինեն։ Հիմա տեսեք, մարդ կուսակցության դեպքում դա հասարակության շահերից չի բխում, որովհետև կուսակցությունը դա խումբ է, քաղաքականություն ունեցող եւ այլն, իսկ լրատվամիջոցի դեպքում ես այսօր տեսնում եմ օրինակ YouTube-յան հարթակում տարբեր լրագրողներ իրենց էջերն ունեն լրատվական եւ անաչառ լրատվություն են մատուցում։ Ես տեսնում եմ նույն լրագրողին լրատվամիջոցում ինչպիսի քաղաքականություն է վարում եւ տեսնում եմ անհատապես եւ ես օրինակ հետևում եմ իրանց անհատական էջերին, որ ավելի անաչառ լրատվություն ստանամ։ Եվ քանի որ նաև մոնետիզացիան արդեն իրականություն է դառնում, ինչպես գիտեք, վերջերս JD Vance-ի գնալուց հետո արդեն դրա մասին համենայն դեպս հայտարարվեց, արդեն ձեռնտու է դառնում։ Եթե լավ նյութ անես, շատ հետևորդ ունենաս, կունենաս նաև գումար դրանից, այսինքն դու քեզ կկարողանաս ֆինանսավորել որոշակի։ Սա որոշակի հույս է արտնասնում։ Ես բայց նաև չեմ ուզում շատ երկար խոսեմ, ընթացքում նաև կխոսեմ, մենք ինչպես ենք փորձել կարգավորել դաշտը, ինչու դա չի ստացվել եւ այլն, բայց շատ չչարաշահեմ։ Հիմա տեսեք, օրինակ ես էլի շատ եմ ասել, ես օրինակ կուսակցական մամուլի հետ խնդիր այդ իմաստով չունեմ, այսինքն ես գիտեմ, որ չէ, ես որպես լրագրող եմ ասում, հա, որովհետև չնայած հա իմ համար ընկալելի չի կուսակցական լրագրողը, հա, այդ երկու բառը իրար հետ չեն բռնում մի քիչ։ Բայց օրինակ ես civic.am-ի հետ խնդիր չունեմ, որովհետև ես գիտեմ, որ կոնկրետ քաղաքական ուժին է սպասարկում։ Երկիր մեդիայի հետ ես խնդիր չունեմ։ Ես անգամ TV5-ի հետ խնդիր չունեմ, իմանալով, որ հա որոշակի այսպես ուղղահայաց կա, հա, պատկանելիության։ Ես ունեմ այդ խնդիրը, որովհետև նշված չէ այդ լրատվամիջոցում, որ ինքը որոշ քաղաքական ուժի բան է, PR-ով է զբաղվում, այսինքն եթե մյուս երկուսի դեպքում հստակ ֆինանսական աղբյուրը եւ հովանավորը նշված է, ապա մնացածի դեպքում ոչ։ Եվ ինչի է ձեզ թվում, որ ինչ որ մի մարդ նստած, ենթադրենք Ամասիայում, դες պետք է անպայման բանանի, տարբերակես TV5-ը, բայց որ նայում ես ընդհանուր, տեսնում ես, օրինակ, իրենց ողջ լրատվական եւ քարոզչական այդ նյութերը միայն մեկ ուղղությամբ են աշխատում։ Այսինքն միայն այդ ուժի համար է։ Անկամ այսօր մտնում ես տարբեր լրատվամիջոցը, ես չեմ ուզում անուններ տամ, կարծում եմ այդպես ավելի կոռեկտ կլինի, մտնում ես այդ լրատվամիջոցի էջ եւ տեսնում ես օրինակ այդ օրը ազգային ժողովում միայն X ուժն է եղել, միայն Հայաստան դաշինքն է եղել, կամ տեսնում ես, որ այդ ազգային ժողովում քննարկումներին ելույթներ բան ունեցել են, միայն օրինակ բանը, պատիվ ունեմ։ Արդարության էլ ասենք, օրինակ, որ civic.am-ում էլ հակառակ պատկերն է, հա, գիտեմ, որ նորմալ է, պետք է այդպես լինի։ Ինքը գրանցված է որպես կուսակցական լրատվամիջոց։ Ժամանակին օրինակ երբ որ մեդիան այդքան միայն տպագիր մամուլներ ավելի ակտիվ, օրինակ կային բոլոր կուսակցություններն ունեին իրենց տպագիր մամուլը, այն ժամանակ որ ես ուսանող էի, օրինակ ուսումնասիրում էինք, եւ իրենց կուսակցական մամուլը կարդում էր իրենց օրինակ падգամավորների, նախարարների, բոլորի գործունեություններ, եւ դա նորմալ է, այսինքն ես սպառում եմ այս լրատվամիջոցը, ես գիտեմ սա ում է պատկանում, ուզում եմ սպառում եմ, չէ, բայց ոչ թե ինձ էշի տեղ են դնում կներեք արտահայտությանս համար։ Ասում են սա լրատվամիջոց է եւ լուրերով դու տեսնում ես, որ այս երկրում միայն մեկ ուժ է եւ վերջ, այլ կարծիք չկա, էլ չեմ ասում, որ այլ կարծիք չկա։ Այսինքն կամ այո, էշի տեղ են դնում, բայց եկեք էշի տեղ չնենք, ասում են կա հնարավորություն լինել կուսակցական մեդիա, եղեք կուսակցական մեդիա, կամ թափանցիկ հրապարակեք ձեր աղբյուրը, որից կենթադրվի, որ դուք էլի կուսակցական կամ անհատներին սպասարկող մեդիա եք։ Տեսեք, ես ընդհանուր առմամբ համաձայն եմ, այսինքն դրան չհամաձայնել մի քիչ անհեթեթ կլինի, հա, որ լրատվամիջոցը պիտի աշխատի թափանցիկ, լրատվամիջոցը չպիտի հիմարացնի կամ մոլորեցնի լսարարին, այն բանով, այ գիտեք ինչ կա, մենք անաչառ լրատվություն ենք տալ, իրականում դա այդպես չի։ Եվ ընդհանուր առմամբ որ վերցնենք Հայաստանում
1-2 անաչառ լրատվամիջոց այդ իմաստով կարելի հաշվել կամ չհաշվել անգամ որոշակի, որովհետև էլի մեկ սիմպաթիաներ ունեն, անտիպաթիաներ ունեն ու դա ինչ որ ձևով դա արտահայտվում է, որովհետև ես միշտ ասել եմ, որ լրագրողը ի վերջո օբյեկտ չի, սուբյեկտ է, այսինքն սուբյեկտայնությունը պետք է հաշվի առնել։ Լրագրողների առհասարակ ազգային ժողովը այս տարիների ընթացքում առնվազն հետհեղափոխական շրջանում ինքը պետքա մեդիադաշտի համար գտներ ելք ու օրենք ընդունած լիներ, որովհետև մեր մոտ հեղափոխությունից հետո տարիներին առնվազն խոսքի ազատությունն ու ամենաթողությունը լրիվ համարժեք են։ Հիմա ամենաթողությունը խոսքի ազատություն չի, հենց այդտեղ նաև ազդել է լրագրողների վարքի վրա, լրագրողների պահվածքի վրա, թե ազգային ժողովում, թե ցանկացած տեղ լրագրողը կարող է քեզ այնպիսի հարց թույլ տա իրան տալ, որ նույնիսկ այդ արտահայտություններ կան, որոնք փողոցային ժարգոնով կամ փողոցում ասելու չի կարելի ասել։ Այստեղ շատ մեծ աշխատանք պետքա պետությունը կատարած լիներ տարիների ընթացքում, որ լրագրողն իմանար, որ ինքը իրեն պետք է պահի առնվազն հայերենի սահմաններում, թույլատրելի սահմաններում, խոսքի ազատության թույլատրելի սահմաններում եւ երբեմն արդարացիորեն հակադարձում են, երբեմն արդարացիորեն, որ օրինակ ենք վերցնում քաղաքական գործիչներից։ Ես համենայն դեպս բազմիցս ասվել է, որ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը ու կապ չունի ում մակարդակով, խոսքի ազատությունն ու ամենաթողությունը հավասարվել են իրար։ Հիմա ամենաթողությունն նույն ինչպես ասեցիք, մարդիկ, որոնք ունեն հեռախոս, կարող են դառնալ թելադրող հասարակությանը որևէ բան, ու այդ հեռախոսով ամենաթողությունն էլ, այդ լայվերի մակարդակով ամենաթողությունն էլ արդեն ազգային անվտանգության խնդրի առաջ ենք մենք կանգնում։ Բայց դա անվերահսկելի է, այսօր ինտերնետ դաշտը անվերահսկելի է, այսինքն հասարակությունը ինքը պետք է ունենա այն այլընտրանքը, որ պետությունը չի կարող YouTube սահմանափակել։ YouTube-ն ունի իր օրինակ քաղաքականությունը, ենթադրենք բառեր կա, որ չի կարելի, թեմաներ կա, որ չի կարելի, բայց դու որպես պետություն չես կարող որոշել, որ YouTube-ը ինչ բովանդակություն թույլ տա։ Մենք բոլորս գիտենք այն հայտնի Ամերիկայի բանտում հայտնված հայազգի մարդուն, ով ինչ բովանդակություններ բանանում, բայց դրա հետ կապված ոչինչ չես կարող անել։ Հիմա տեսեք, ինչ վերաբերում է լրագրողներին, ես համաձայն չեմ, ես չեմ ուզում մենք բոլորին նույն արշինով չափենք, որովհետև ես իմ գործունեության ընթացքում հիմա շփվում եմ այնպիսի լրագրողների հետ, որոնք օրինակ, երբ որ մեր ուժից են գնում հյուր, ինքը տալիս է ընդդիմության հարցերը, ընդդիմադիրներն են գնում, տալիս է իշխանության կողմից հարցերը եւ երկու կողմն էլ ասում է, բայց ինչու եք այդպես ասում։ Սա անաչառություն է։ Եթե դու գնում ես, զգում ես իրեն իր ընդդիմադիր լինելը, ընդդիմադիրը գնում է, զգում է իր իշխանական լինելը, ու այդ մարդը անաչառ է։ Եվ ես նման լրագրողներ շատ գիտեմ։ Բայց սենսացիան եւ այդ դյուրամարս բովանդակությունը միշտ ավելի լայն մասաների է հետաքրքիր։ Սա մենք պետք է հասկանանք։ Մենք ասում ենք ինքնակարգավորում։ Մենք հրավիրեցինք լրատվականներ։ Մենք մի քանի տարի եւ 3 տարի լրագրողներին հրավիրում ենք տարբեր քննարկումների ազգային ժողովում, падգամավորների հետ, փոխնախարարի նաեւ հետ։ Եվ ուզում ենք ստեղծել այդպես ինքնակարգավորվող մարմին եւ լրագրողները, լրատվամիջոցները իրենք միանային այդ մարմնին եւ հետեւեին էթիկայի նորմեր ընդունեին, ինչը շատ ընդունված պրակտիկա է աշխարհում եւ իրենք իրենց սահմանափակեին, ինչպես օրինակ մեր կուսակցությունն է, մենք մեզ սահմանափակել ենք, այնպես լրատվական միջոցները, լրագրողները իրենք իրենց սահմանափակեն եւ որոշակի խաղի կանոններ լինի, բայց այդ մեր առաջարկին ընթരാճ գնացին այն լրատվամիջոցները կամ լրագրողները, որոնք խնդիր չունեն։ Մի հատ այսօր կա ժուրնալիստների միություն։ Մի հատ նայեք ժուրնալիստների միության բովանդակությունը։ Մի հատ նայեք որոշ լրագրողը դարձել է ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ընդդիմադիր բովանդակությունը, վիրավորանքները, պահելաձևը, դա լրատվություն, լրագրություն չէ։ Օրենքով պետք է սահմանվել։ Այս տարբերակը զգում եմ, որ հասարակությունը շատ ռեալ տալիս է գնահատական։ Օրինակ, ասում է դու ես ինչ ես լրագրողին։ Գնա ես քեզ չեմ ուզում ոչինչ ասել։ Եվ լրագրողը զգում է այդ ագրեսիան։ Դա շատ վատ է, որ կա այդ ագրեսիան, բայց դա շատ արդար
բան է, պորտկում է արդեն հասարակության կողմից, որովհետև տեսել են իրենց համաձայներով Միչայել Լուստիկին Խաչատրյանի պատմման հետ մի գաղտնիք ասեմ, զանգվածային լրատվության մասին օրենքը Հայաստանի Հանրապետության վերջին անգամ փոփոխության է ենթարկվել, ասեմ երբ 2004 թվականին։ Ինքը 20-րդ դարի օրենքը։ Մենք նոր օրենք ենք պատրաստում, որի մեջ նաև ներառվում էր այդ ինքնակարգավորումը, բայց սայլը տեղից չի շարժվում, որովհետև պետք է լինի նաև մյուս կողմից ազդակ։ Հասկանում եք, պետք է ընդունելին, մենք օրինակ ինչ ենք ասում, չէ՞, օրինակ սահմանադրություն նոր մեզ պետք է քաղաքացին մասնակից լինի, ինքը զգա, ինքը ընդունի, ինքը քվեարկի, որ ինքը ենթարկվի այդ սահմանադրության, այսինքն ուղղակի թուղթ չլինի, որ տենց սարքեցինք, ընտրեցին, դրեցինք, հիմա նույնը, եթե այդ օրենքը վերաբերելի է ուղիղ լրատվամիջոցներին, իսկ լրատվամիջոցը լրագրողնով է, լրագրողը կապն է հասարակության հետ, ինքը կապող օղակն է, իշխանություն։ Կներեք, ինձ հրավիրել եք, ես չեմ եկել։ Կամ ցանկացած ինչ օրենք ընդունվում է, բոլորին հրավիրում են հարցնում են տարիներով եղել։ Ես չգիտեմ հրավեր ձեր լրատվամիջոցին կոնկրետ ում է եղել, բայց մենք տարբեր լրագրող կարող եմ անգամ ցանկը ուզել եւ տալ եւ դուք տեսնեք։ Գիտեք, երբ օրենք շատ հնարավոր է ձեր կողմից եւս մասնակցություն եղել է, բայց առողջապահության վերաբերյալ երբ օրենք է ընդունվում, այլ տարբեր, հա, օրենքներ են ընդունվում լայն քննարկումը բացի այդ օրենքները ընդունվում են այդ օրենքները եւ այդ օրենքների շահառուները, ասենք բժիշկներն ու մնացածը ազգային անվտանգության խնդիր չեն կարող երկրում առաջացնել, իսկ լրատվական դաշտը հիբրիդային պատերազմը կոնկրետ ազգային անվտանգության խնդիր է։ Ձեր նշած Ամերիկայից նստած ու լիքը մարդիկ առհասարակ լրագրողների պահվածքը, փողոցում մարդկանց մոտենալ հարցեր տալ, ինքը հիբրիդային պատերազմ այսօր Հայաստանի Հանրապետությունում դարձել դուք միայն ԶԼ մասին օրենքն եք ասում, բայց ես կարող եմ օրինակ ձեզ ասել օրենքի փոփոխություն ընդունված մեր կողմից, որը որոշակի կանխում է օրինակ ձեր ասած այդ տեսալեսողական մեդիայի մասին օրենք։ Ահա, չէ, նկատի ունեմ օրենքի փոփոխություն, չեմ ասում ԶԼ օրենքի փոփոխություն, որը կանխում է, օրինակ ժամանակին լրատվամիջոցները ունեին սունկ կայքեր, որտեղից վերցնում էին լուր էին հրապարակում, ենթադրենք իմ մասին, հա, ես կոռուպցիոներ եմ, օրինակ, այս ինչը կոռուպցիոներ եմ։ Հետո վերցնում էր հայտնի լրատվամիջոցը հղում տալով, այդ ինչ, հղում տալով այդ լրատվամիջոցին հրապարակում էր նյութ եւ պատասխանատվություն չէր կրում իր հրապարակածի համար։ Դա մեխանիզմ է շրջանցելու օրենքը, որովհետեւ եթե դու սուտ եւ զրպարտող նյութ ես հրապարակում, դու պատասխանատվության ես կանչում, բայց եթե հղում ես տալիս պատշաճ, դու ազատվում ես այդ պատասխանատվությունից։ Մենք վերցրեցինք եւ ասենք անանուն աղբյուրներին հղում տալը, իսկ այդ սունկ կայքերը անանուն էին։ Չի ազատում, այսինքն նման լուր հրապարակելու դեպքում լրատվամիջոցը ենթարկում է պատասխան։ Դառնում է առաջնային պատասխանատուն, հա։ Տվյալ օրինակ, այսպես մի գաղտնիք էլ ասեմ, էլի ձեզ, քանի որ ձեր հետ է դեպքը եղել։ Հիմա ես ձեզ ասեմ օրինակ մի հատ ձևել, այդ ձեր ասածը շրջանցելու համար։ Ինքը չի գալիս պնդումանում։ Ինքը օրինակ, այն ինչ որ կարող է ուղղակի բանավոր հարցնել հետո ըստ այդմ որոշել կարելի է հարցազրույցից թեմայով անել, թե չէ, մարդ գալիս է մոտենում է ձեզ կամ ձեզ, ասում է ճիշտ է, որ դուք շվեյցարական բանկում $300,000 թաքուն փող ունեք։ Շատ լավ։ Հա։ Հարցնում է, ինքը իր իրավունքն է օգտագործում։ Եվ արդյունքում ինչ է մնում, նստվածքային։ Եվ հետո դնում է падգամավորը ունի $300,000 փող։ Որտեղից $300,000 ես ռեալ ձեզ վերնագիր եմ ասում, ինչպես է $300,000 հաշիվ բացել Շվեյցարիայում падգամավորը։ Հասկացա, հիմա օրենքը կա, մի վարքյան, օրենքը կա։ Շրջանցվեց։ Խոսք գնաց $300,000 մասին։ Չէ, ինքն ասում է դա հասարակությանը հետաքրքիր է, ես ուզում եմ պարզաբանել։ Հասարակության մասին ես այդ $300,000 մասին ոչ լսել էի, ոչ տեսել էի, մինչև այդ հարցը։ Այսինքն սրանք սովորական խորամանկություններ են, որոնք հնարավորություն են տալիս այդ օրենքը շրջանցել։ Լրատվամիջոցն էլ չանի։ Կարող է մի TikTok-յան էջ, մի Facebook-յան էջ, այդ լուրը այնպես տարածել, որ հանրային հեռուստատեսությունը կարող է այդպիսի տեսանելիություն չունենա, բայց դրա դա լուծում չէ, բայց ինչն է այս դարում, այս ակտիվ, այս տեղեկատվական դաշտով դարում շատ նաև հիբրիդային հարձակումների առումով լուծումը արձագանքելն է արագ եւ հիմնավոր։ Պետք է անընդհատ հասարակության հետ լինես կապի մեջ եւ դու
արագ պարզաբանում տաս, Այդ դեպքում- որովհետև մենք էլ ենք, ես էլ եմ լրատվամիջոց չէ համարվում, օրինակ, որովհետև ես ունեմ սոցիալական էջ, ահա, ես էլ իմ պարզաբանումն եմ տալիս, բայց Այսինքն դուք պետք է թողեք բուն աշխատանքը, որ պետության համար, ասենք, վարչապետը կամ նախարարը, որը խնդիր ունի, որի հետ կապված ապատեղեկատվությունը, ինքը թողի իր բուն աշխատանք տենց լինի, մենք պետք է մենակ պատասխանելու։ Ժողովուրդ չեք կարող երկիրը փակել, TikTok-ը փակել, Facebook-ը փակել, ինչ հատ է լուրջ չսփռդի, մարդկանց բերանը փակել, թող խոսեն։ Խոսքի չափի էթիկայի կանոններ կա, որ կարող Կա օրենք, կա զրպարտություն, կա վիրավորանք։ Վերջ, զրպարտել է, վիրավորել է, դիմում ես պատասխանատվության։ Հիմա ես էլ ունեմ օրինակ հայց կոնկրետ, հա, լրատվամիջոցով հնչած մտքի եւ պնդման համար եւ թող գնան եւ պատասխանատվության Տեսեք, ենթարկվեն։ ինչ անշանակում պատասխանատվություն, լրատվամիջոցին կամ լրագրողին պատասխանատվության ենթարկել, ինքը ինչ որ տուգանքի չափ է սահմանվում, այդ տուգանքի չափով ջան, բայց ինքը իր վերնագրով, ինքը իր տված հարցով, ինքը իր քո վրա բղավելով, քո հետ վատ խոսելով, ինքը արդեն մի քանի անգամ ավել աշխատել է։ Այդպես չի, եւ երբ որ մի անգամ տալիս ես դատի, մի անգամ պարտավորված վճարում են, ներողություն են խնդրում, հաջորդ անգամ ավելի զուսպ են լինում։ Սա շատ լավ մեխանիզմ է բերելու օրենքի դաշտ այն մարդկանց, որոնք կորցրել են իրականության զգացումը։ Օրինակ Գերամ Նազարյանը ձեր գործընկերը անցած շաբաթ պնդում էր, որ լրատվամիջոցի տուգանքի չափը պիտի հասցվի 100 միլիոն դրամի, կամ պետք է վերադարձվի զրպարտության ու վիրավորանքը քրեականացնող նորմա։ Դուք գիտեք, որ մենք այդ ճանապարհով էլ ենք գնացել, բայց դա ծայրահեղ մոտեցում է։ Եվ իմ գործընկերն ասաց մարդիկ շփոթում են խոսքի ազատությունը սանձարձակության հետ, ես համաձայն եմ, բայց սա անցումային շրջան է մեզ բաժին ընկել, որովհետև նկատի ունեմ 18 թվականից առաջ եւ հետոն, այս պատերազմի այս ատելության խոսքից առաջն ու հետոն, այս ընթացքը, եւ սա այն անցումային փուլն է, երբ որ երիտասարդը արդեն իր գիտակից տարիքում լինելով այս փուլում, խոսքի ազատության փուլում, ինքը վաղեմիսօր ավելի պատասխանատու քաղաքացի է լինելու եւ նորմալ է լինելու խոսքի ազատությունը։ Ուղղակի ժամանակին, երբ որ մարդիկ օրինակ ազատ խոսքի համար ֆիզիկական բռնության են ենթարկվել, պատերի տակ ծեծել են, մեզ մեկ-մեկ ասում են դրանց ճիշտ է պատերի տակ ծեծելը, պատերի տակ գյուլել էր պետք, բան, ասում պատերի տակ ծեծում էին, գյուլում էին, բա ինչ եղավ հեղափոխություն։ Բա մենք հեն լավ էլ ծեծում էին, եթե դե թույլ ծեծեին, պրոֆեսիոնալ էլ անում էին այդ ամեն ինչը։ Մենք ինչի ենք եկել, որպեսզի այդ կարևոր բաները, հիմունքները, հա, արժեքները կարողանանք հիմնավորել, պահել, իհարկե, այս անցումային շրջանում կլինեն շատ խախտումներ, կլինեն շատ շեղումներ, բայց ես վստահ եմ, որ որոշ ընթացք հետո սա կդառնա նորմալ եւ շատ լավ կլինի, որ հետընթաց այլևս չկարողանանք ապրել մինչեւ 18 թվականը որոշիչ է լինում պետության համար, այդ անցումային շրջանը որոշիչ է լինում քաղաքական կյանքում լինող մարդկանց համար, որտեղ այդ անցումային շրջանը առնվազն ընտրությունների արդյունքներ են որոշում։ Այդ անցումային շրջանը 2-3 ընտրություն է անցել, արդեն չի ավելի կոշտ օրինակ բերեմ, հա, որ քննարկումը մի քիչ էլի ակտիվացնեմ, հա, ավելի, չնայած սրանից ակտիվ, հա, էլուր, հա։ Տեսեք, 20 թվական ես առաջարկում եի, որ լրատվամիջոցների աշխատանքը պետք է սահմանափակել, արգելել ընդհանրապես պատերազմի առաջին օրվանից։ Պետք է մնան 3 լրատվամիջոց՝ հանրային հեռուստաընկերություն, հանրային ռադիո եւ Armenpress պետական գործակալություն։ Ինձ ասեցին, բա ժողովրդավարություն, բա խոսքի ազատություն, ասում են, որ պատերազմական իրավիճակում ժողովրդավարության մասին խոսելը մի քիչ լուրջ չի։ Հիմա դուք ասում եք հիբրիդային պատերազմի պայմաններում ենք արում։ Ու էլի գնում ենք, բա գիտեք ինչ կա, խղճի ազատություն, խոսքի ազատություն եւ այլն, այս հո չենք փագելու, այն հո չենք փագելու։ Հիմա կամ այս կողմից ռազմական դրության ժամանակ կա սահմանափակում եւ այդ սահմանափակումները գործել են նաեւ մի քիչ ուշացած հարվածներ ստանալով նաեւ տեղեկատվական դաշտում, այո, բայց մենք նաեւ մեր փորձառության վրա սովորեցինք ճիշտ աշխատել։ Ինչի եմ սա վստահորեն ասում։ Դրան հաջորդեց էլի էսկալացիոն տարբեր ուրեմն դեպքեր եղան 20 թվականից հետո կհիշեք եւ ես
խնդրում եմ նաև հետ գնանք եւ հիշենք, թե ինչ պրոֆեսիոնալիզմով աշխատում Պաշտպանության նախարարությունը։ Շատ արագ տալիս էր տեղեկատվություն եւ տեղ չէր մնում օրինակ այդ սուտ լուրերի համար, այսինքն քաղաքացին ինքը ուզում է լուր ստանա, այդ ժամանակ շատ ակտուալ է օրինակ սահմանից լուրերը եւ ինքը փնտրում է ու հաստատ այդ ապատեղեկատվությունը ավելի շուտ է տեսնում, չէ՞, որովհետեւ ավելի շուտ է նաեւ հայտնվում։ Եվ տրվում է այդ ապատեղեկատվությունը, բայց եթե դու աշխատում ես ճիշտ եւ տալիս ես պաշտոնական տեղեկություն 5-10 րոպեն մեկ տեղեկություն էր տրվում պաշտոնական, ապատեղեկատվության դոզան համարյա 0-ի էր հասցվել։ Եվ սա ցավալիորեն մենք մեր սխալների վրա նաև սովորեցինք որոշ դեպքերում, բայց նաև կարծում եմ շատ կարևոր էր նաև պահել օրինակ խոսքի ազատությունը։ Իհարկե կան դեպքեր, երբ որ օրինակ զոհերի մասին տեղեկությունը, հա, սա եղանակի տեսության անոնց չէ, էլի, եղանակի տեսություն չէ, որ դու ասես, հետո ասես լավ, ոնց որ շփոթվեցի։ Դու չես կարող սխալ անուն ազգանուն ասել, որովհետև մարդը զինվոր ունի, այդ ինչ տեղում կարող է անուն համընկնել, կարող է դու սխալ ինֆո տաս, կարող է այդ մարդը չի մահացել, դու ասում ես մահացել է։ Սենց դեպքեր կան, երբ որ ամեն լրատվամիջոցի մարդու խղճին է մնում։ Մարդու խղճին է մնում այդ լուրը տալ թե չտալը, սпасել թե չսпасելը, ընկնել լայքի, շատ դիտելիության, հետեւաբար փող աշխատելու հետևից, թե հարգել մարդու այն կարևոր իրավունքները, որը խախտում ես դու այդ լուրը հրապարակելու։ Սա այլ դեպք է, եւ չես կարող դու ինչքան էլ փորձես փակես եւ խստացնես ամեն ինչ, սրա դեմը չես կարող անել, որովհետեւ մի ֆեյքով, որը չես կարող հետ գնաս ու գտնես, շատ հետեւորդ ունեցող մի ֆեյքով այդ լուրը կդնեն եւ էլի կտարածվի այդ լուրը, եւ դու չես կարող իրան երբեք պատասխանատվության ենթարկել։ Թույլ տանք անինել էլի կարծիք հայտնի։ Առաջանում, որ եթե փակում ես լրատվամիջոցները, դա դառնում է արդեն քոչարանական տարիներին նմանվում, որովհետև ձեր ասած պետական խոսքը վերաբերում էր պատերազմին։ Հա, պատերազմական տարիներ, հա, առհասարակ ռազմական դրության ժամանակ իհարկե պետք էր, նաև անհրաժեշտ է, որովհետև նույն ասում եք Պաշտպանության նախարարությունը 10 րոպեն մեկ, Պաշտպանության նախարարը 10 րոպեն մեկ հերքում էր գցում ինչ որ բանի։ Իր գործը կրկնակի էր, ինքը համ հերքում էր, համ լուր էր տալի, համ հերքում էր, համ լուր էր տալի։ Հա, բայց աշխատանքը, որը մարդը արդեն ապատեղեկատվությունը տեսել էր, պատերազմական ժամանակ միանշանակ համաձայն եմ, իսկ առհասարակ առնվազն ես իմ քաղաքական գործունեության, հա, երիտասարդ ավելի տարիներից ես անցել եմ այն շրջանով, այն քաղաքական ընդդիմադիր գործունեության շրջանը, որտեղ եղել է մի հատ ամեկ+, ով ընդդիմադիր ընդդիմությանը լուսաբանող, ումից նույնիսկ արդեն շատ քիչ կադրեր են մնացել այն տարիներից, այն ամեն ինչից, ինչ մենք անցել ենք, դա էլ չի կարա բնականաբար լինի։ Իմ ասածը ամենևին լրատվամիջոցներ փակելուն չէր վերաբերում, այլ գտնել ձև, գտնել օրենքի ինչ որ կետ, որտեղ լինի հատուկ էթիկայի կանոններ լրագրողների պետք է գտնել օրենքի որևիցե ձև, կարգավորման մասին մոռանանք, որտեղ չի ինքնակարգ քաղաքական են բոլորը, այո, դա չի աշխատում։ Տեսեք մեր լրատվական դաշտը ամեն մեկը մի քաղաքական ուժի կամ աշխարհաքաղաքական կենտրոնից ղեկավարվող լրատվամիջոցներ են։ Ինքնակառավարում չի անունով չասեմ, ես լրատվամիջոց կարող եմ մատնանշել, որը այսպես տարիներ շարունակ գլուխ էր գովում, ասում էր մենք էթիկայի ներքին կանոնադրություն ունենք, մենք երբեք չենք խախտում եւ այլն։ Հիմա օրը 15 անգամ իրենց այդ էթիկայի նորմերի վրայով քայլելով անցնում են։ Կարծում եմ նաեւ 2 օր առաջ իմ հանդեպ ձեր ասած լրատվամիջոց։ Այո, կան դեպքեր, ժողովուրդ ջան։ Կան դեպքեր եւ դա վատ է։ Բոլորն են գրեթե։ Բայց նաեւ մարդկանց մեդիա գրագիտության աստիճանը բարձրացնելով է սրա դեմ պայքարում, որովհետեւ քաղաքացին երբ որ արդեն տարբերակում է ու սկսում է լրատվամիջոցին չհետևել, լրատվամիջոցը զգում է, որ ինքը հայտնվել է մի իր ընդդիմադիր բաբլի մեջ եւ չունի դրանից ավել լսարան, որպեսզի գոնե այդ գումարը վաստակի, ինքը փոխում է քաղաքականությունը։ Հիմա շատ լրատվամիջոցներ կան, ասում են, որ երբեք մեզ չեն կանչում, հիմա սկսել են կանչել, ասում են, բա ինչ եղավ։ Դե որպեսի տարբեր կարծիքներ, բայց ես հասկանում եմ ինչի, որովհետև իրանք զգացել են, որ իրանք փոքրականակ ընդդիմադիր բաբլի մեջ են մնացել, իրենք չունեն նոր լսարան, որովհետև իրանք այդ նույն դեմքից իրանք հետևորդը նաև հոգնել է, դրա համար ինքը կգնա որոշակի գոնե անաչառություն ունեցող լրատվամիջոց, այսինքն ինչի պահանջարկը կա, դրան է փորձում հարմարվել առաջարկը, սա գոնե բիզնես կանոն է։ Դրա համար շատ ուրիշ կողմերից է պետք նաև գալ, որպեսզի ունենանք
այն միջավայրը ստերիլ կամ մոտ ստերիլի, որը ցանկանում ենք ունենալ։ Դա ելի եմ ասում եւ քաղաքացուն մեդիագրագիտության աստիճանի բարձրացումն է, իդեպ որը ներդրված է անգամ դպրոցական կրթությունից մինչև այլ միջոցներով կրթություն, անգամ օրինակ հանրային հեռուստատեսությամբ նման հաղորդում կա, որը ելի քաղաքացիների մեդիագրագիտության աստիճանն է բարձրացնում։ Դա նաև ազատ ավելի լրատվամիջոցների խրախուսումն է, դա տարբեր կողմերից է պետք էլի գալ, որպեսզի ունենանք մեր ուզածը միայն դնել փակելը, ունը կա աշխարհում երկիր, որը տենց ամեն ինչ փակած է եւ այնտեղ որևէ ապատեղեկատվություն չկա։ Լրագրողներին պետքա տալ լիցենզիան լրագրողական, որ ստանում են այդ ամեն ինչը, այդ համարյա մասնագիտական այդ գործիքը շատ վտանգավոր գործիք է։ Մենք դա քննարկել ենք, որովհետև այսօր չգիտես այդ գործիքը ում ձեռքում է, վաղ ում ձեռքում կհայտնվի, այնպես որ այդ լիցենզիայի տրամաբանությունից եկեք դուրս գանք, հաջորդ անգամ կքննարկենք, միգուցե նաև էլի այդ տրամաբանությանը կվերադառնանք, որովհետև մեր հաղորդաշարի շրջանակում էլի խոսել ենք այդ մասին, շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնում եմ, այսօր իմ զրուցակիցներն էին, իմ հյուրերն էին, իմ հետ չհամաձայնողները որոշ հարցերում Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ Երևանի ավականն անդամ Անի Խաչատրյանը, ով հասցրեց մոռանա ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն գալիք շաբաթ օրը հաջողություն։